Հայաստանում գտնվելու երրորդ օրն է մեկնարկում Ֆրանսիայի նախագահի պետական այցը։ Բաղրամյան 26-ում Էմանուել Մակրոնին դիմավորում է Նիկոլ Փաշինյանը։ Հնչում են մեր հայրենիքն ու Մարսելիեզը, հետո Փաշինյանն ու Մակրոնը հանդիսավոր անցնում են Կարմիր գորգի վրայով։ Երևանն ու Փարիզը հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակի։ Օրակարգի գլխավոր հարցը Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումն է։ Ստորագրվում են մի շարք փաստաթղթեր։ Դրանցից մեկով Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու Airbus Helicopters ընկերությունը տրանսպորտային ուղղաթիռների մատակարարման պայմանավորվածություն են ձեռք բերում։ Պաշտպանության նախարարությունն ու ֆրանսիական Սոֆեմա խումբն էլ հանդերձանքի մատակարարման պայմանագիր են կնքում։ Փաշինյանը գոհ է փաստաթղթերից, առանձնացնում է հատկապես հյուսիս-հարավ ավտոճանապարհի Բարգուշատի թունելի կառուցման պայմանավորվածությունը։ Ֆրանսիական շինարարական կազմակերպությունները ներգրավվում են հյուսիս-հարավ ճանապարհում։ Վարչապետի խոսքով հյուսիս-հարավը միս ու արյուն է ստանում։ Մենք քիչ առաջ բոլորի աչքի առջև ստորագրեցինք Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համաձայնագիրը եւ թույլ տվեք նկատել հետեւյալը. Եթե մենք առանց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համաձայնագիր եւ փաստաթուղթ ունենալու առանց ռազմավարական գործընկերության այսքան են կարել, բայց պատկերացնում եմ ռազմավարական գործընկերություն հաստատելուց հետո դեռ ինչ հաջողություններ եւ նվաճումներ են մեզ սպասում։ Ֆրանսիայի նախագահը վերահաստատում է աջակցությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը, ողջունում Երևանի խաղաղության ընտրությունը Բաքվի հետ հարաբերություններում, նշում, որ Հայաստանի ապագան եվրոպական է, քանի որ Եվրոպան ոչ թե գերիշխող նախագիծ է, այլ հավասարների գործընկերություն։ Ելիսեյան պալատի ղեկավարին ֆրանսիացի լրագրողը հարց ունի. իր աջակցությունը Փաշինյանին միջամտություն չէ հայաստանյան ընտրություններին։ Մակրոնը տարբերակում է քաղաքական աջակցությունը, որը ինքն է ցուցաբերում և ապատեղեկատվության միջոցով միջամտությունը, որով ըստ նրա փորձում են ապակայունացնել ժողովրդավարական երկրները։ Օրինակ է բերում Մոլդովայի փորձը։ Ես ստանձնում եմ այս գործընկերոջն աջակցելու պարտավորությունը, որին վստահում եմ 8 տարի, եւ նույնը արել եմ Մայա Սանդուի դեպքում, այն Մայա Սանդուի, որը դիմակայում էր ոչ եվրոպական ընտրությանը։ Ես եկել եմ այստեղ պաշտպանելու Եվրոպայի որոշումները։ Սա բաց երեսով միջամտություն է, եւ հակառակը կան միջամտություններ օտարերկրյա գործակալների կողմից Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Ես տալիս եմ իմ փաստարկները եւ մասնակցում եմ ժողովրդավարությանը որպես Ֆրանսիայի նախագահ։ Ես չեմ կեղծում, սա կարևոր է հիշել։ Երբ խոսում է ուժեղ Եվրոպայի մասին, այդ Եվրոպայի մաս ապագայում տեսնում է նաև Հայաստանին, հարցնում են Մակրոնին։ Հայաստանը եվրոպական պատմություն ունի, արդյոք պետք է լինի ինտեգրացիա կամ Եվրամիության ընդլայնում, չգիտեմ, վստահ չեմ։ Դա կախված է յուրաքանչյուր երկրի ընտրությունից եւ սա շատ պահանջկոտ գործընթաց է։ Ես վստահ եմ, որ պետք չէ սպասել։ Այսինքն հենց այս պահից գործել է պետք։ Հայտարարությունների ավարտին դարձյալ ջերմ գրկախառնություն։ Մակրոնի համար ջերմ է ոչ միայն այս գրկախառնությունն, այլ առհասարակ Երևանը։ Ֆրանսիայի նախագահն իրեն շարունակում է զգալ իր տանը, վաղ առավոտյան վազք, սուրճ, ընթացքում նաև արարողակարգային այցեր, Ծիծեռնակաբերդ ու Մատենադարան։ Իսկ նախօրեի երեկոն առանձնահատուկ էր։ Դաշնամուրի հնչյունների ներքո Մսյո Մակրոնը կատարում էր Ազնավուրի երգը։ Այդ ընթացքում Փաշինյանը թմբուկ էր նվագում, իսկ նրանց ընկերակցում էր Վահագն Խաչատուրյանը։ Մարիա Հակոբյան, Էպիկենտրոն։